Հիմա մի հատ բան եմ ասում, կասեք երևի այստեղ են գժվել է, բայց չէ ժողովուրդ ջան, տենց է լինելու մի քանի տարի հետո։ Խոսքս գիտեք ինչի մասին է, ռոբոտների մասին է, մարդա նման, այսինքն մարդ ռոբոտների մասին է, որոնց հետ ամուսնանալու են մարդիկ, որոնց հետ ամուսնանալու են, բերելու են տուն, սիրելու են, սիրահարվելու են, իրանց հետ ապրելու են, եւ աղջիկները սկզբից աղջիկները, հետո տղաները արդեն էլ պետք չեն լինի, բայց սկզբից աղջիկները, որովհետեւ շատը հիմա կենտրոնացած են աղջիկ ռոբոտների վրա։ Ինչից է գալիս է նրանից, որովհետեւ իրար չեն հասկանում, մեկը շատ է սիրում, մեկը քիչ է սիրում, մեկը ընդհանրապես չի սիրում, իրար հետ շահի համար են ապրում, մեկը մեկից մի բան ուզում է ու չի ստանում, մեկը տալիս է ընդհանրապես չի ստանում, կյանքում չեք գտնում այն մարդուն, ով մի քիչ ձեր նման է, ձեր սրտից ունի։ 0.0001%-ը այս աշխարհում կարա լինի ինչ որ այտենց ձեր պատկերացրած մարդը, ում կսիրեք եւ կստանաք այդ սերն ու հարգանքը, որը դուք տալիս եք։ Որտեւ ինչի համար են բաժանվում են նրա համար, որովհետեւ իրար չեն հասկանում։ Երկու կողմին է խոսացնում ես, հենի նրան է փնովում, հենի նրան է փնովում։ Դրա համար ինչ են արել, ստեղծում են իդեալական ռոբոտներ, որոնք կփոխարինեն համ նրան, երկուսին է փոխարինողա գալու ու լինելու է ժողովուրդ, էսի կատակ չի լինելու է, որովհետև բաժանությունները ցավոք շատ են, ընտանիքները քանդվում են, մարդկանց էլ պետք չի ում լսում ես ասում է ինձ պետք է ամուսնանալը, որտև ամուսնանում են եւ տեսնում են, որ շատ վատ է։ Մի ամիս, երկու ամիսն է լավ, հետո արդեն վատ է, որովհետև պետք է սիրեք այդ մարդուն, պետք է սիրեք, տակ իր համար ապրեք, այն ամեն ինչը տաս իրան, բայց այդ տալիս ես հետ չես ստանում, երբ որ հետ չես ստանում, դու սկսում ես չտալ, երբ որ արդեն դու էլ չես տալ, ինքն էլ չի տալի, հեռվանում եք իրարից եւ արդեն վերջանում այդ ամեն ինչը ձեր մեջ, սերը, հարգանքը, արդեն իրարից զզվում եք ու սկսում եք գնալ դեպի բաժանություն, կամացեք ու սկսում եք գնալ դեպի բաժանություն, ժողովուրդ ջան։ Դրա համար հայտնվում են ռոբոտները, սիրում են, սիրահարվում են եւ ամուսնանում են իրանց հետ։ Լինելու է շուտ 5 տարվա մեջ, այս իմ ասածները լինելու է ու կլսեք ամուսնությունը առաջի երբ է լինելու։